Պուտինը Կրեմլում հանդիպել է Իրանի արտաքին գործերի նախարար Շաբաս Արաղչիի հետ և քննարկել հակամարտության սրումը Մերձավոր Արևելքում։ Ռուսաստանի ղեկավարը հայտարարել է. Իրանի դեմ սանձազերծված ագրեսիան ոչ մի հիմք և արդարացում չունի։ Իսլամական Հանրապետության արտգործնախարարի այցը Ռուսաստան թույլ կտա քննարկել ու մտածել, թե ինչպես կարելի է դուրս գալ ստեղծված իրավիճակից, ասել է Պուտինը։ Ցանկացած երկիր իրավունք ունի զարգացնել միջուկային խաղաղ ծրագիրը, մեկնաբանելով Իրանի շուրջ ծավալվող զարգացումները, հայտարարել է Կրեմլի խոսնակը։ Մեր կարծիքով բոլոր երկրներն էլ ատոմային էլեկտրակայաններ շահագործելու միջուկային խաղաղ ծրագիր զարգացնելու իրավունք ունեն։ Մենք պնդում ենք մեր այս մոտեցումը, ասել է Պեսկովը։ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան հավանություն չի տալիս Իրանի վրա հարձակումներին, անկախ նրանից, թե ում կողմից են դրան գալիս։ Մենք նաև հստակ արտահայտում ենք մեր արձագանքը, ասել է Էրդողանը։ ԱՄՆ նախագահն ակնարկել է, որ կարող է ողջունել Թեհրանի կառավարությունը տապալելու հնարավորությունը, եթե Իրանի գործող ռեժիմը անկարող է կրկին Իրանը մեծ դարձնել, ապա ինչու չպետք է լինի ռեժիմի փոփոխություն, գրել է Թրամփը Truth Social-ում։